Վարչապետը ներկա է 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով վերակառուցված հերթական կրթահամալիրի բացմանը։ Պահպանելով Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի պատմամշակութային տեսքը, վերակառուցվել է դպրոցի 3 և կառուցվել 1 նոր մասնաշենք։ Այստեղում հիմա ցուցադրվում են նախորդ 5 տարիներին մեր շրջանավարտների ստեղծագործությունները։ Վարչապետն առաջարկում է կոտրել արվեստագետների վատ ապրելու կարծրատիպերը, QR կոդեր տեղադրել նկարների վրա, հեղինակների համաձայնությամբ դրանք վաճառելու հնարավորություն ստեղծելով։ Ես տարածքները դպրոցը կարող վարձակալությամբ տա այլ ցուցադրությունների համար, այսինքն որպեսզի ապրող կենթանի է վրա դա սենց բաներ ցուցասրահներ շատ չկա։ Ամեն դեպս որ կարա մարչելի լինի։ Շինարարական աշխատանքների համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 2 միլիարդ դրամ։ Կրթահամալիրը հագեցվել է ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներով, համակարգչային տեխնիկայով և սարքավորումներով, կահավորվել է անհրաժեշտ գույքով արվեստանոցների համար նախատեսված մոլբերտներ, կերպարվեստի դարակաշարեր, նատյուրմորտի սեղաններ և լուսամփոփեր, քանդակի հաստոցներ, դիզայնի սեղաններ։ Ելույթում Փաշինյանը հիշեցնում է, որ իրենց կուսակցության նախընտրական ծրագրում առկա է հանրապետությունում արվեստի, սպորտի 100 դպրոցների կառուցման նախագիծ։ Պետք է կողմնորոշվենք, թե նախագիծն ինչ տրամաբանությամբ ենք իրականացնում, որովհետև նաև հիմա քննարկում և հնդածս քայլելով մտածում էինք Հակոբ Կոջոյանի անվան դպրոցը, որը Երևան քաղաքի կենտրոնում է, 500 աշակերտ ունի և 600 աշակերտի պոտենցիալ ունի, այդտեղ պետք է մտածել, թե արդյոք հանրապետության բոլոր մարզերում այս մոդելը հնարավոր է կիրառել, մեծ է հավանականությունը, որ ոչ, և որովհետև և գուցե թե այնտեղ արտադպրոցական տրամաբանությամբ արվեստի ուղղությունները մենք կզարգացնենք կամ բայց որտեղ տեսնենք, որ հնարավոր է նաև հենց միջնակարգ կրթության շրջանակում տեղավորել, դա իհարկե մենք կիրականացնենք։ Վարչապետը դպրոցաշինության ծրագրերում ընդգծում է ամեն անգամ մի նոր հաջողված բաղադրիչի ավելացման կարևորությունը։ Դա շատ կարևոր բան է, որովհետև ոչինչ, որ մենք այս ճանապարհի վերջում կնայենք մեր կառուցած առաջի դպրոցներին եւ կասենք, այս ինչ ենք արել, բայց հենց դա է ճանապարհը եւ այդ ճանապարհով մենք պետք է գնանք։ Կարևորելով դպրոցների մոտակայքում բակային խաղահրապարակների առկայությունը, Փաշինյանը նշում է, այդ հարցում կգործակցենք քաղաքապետարանի գործընկերների հետ։ Մեր նախագծով դպրոցը պարտադիր պետք է ունենա բացօթյա խաղահրապարակային հատված, մտածեցինք, որ այն տեղերում, որտեղ խնդիր կա, ես հիշում եմ Շենգավիթ վարչական շրջանում մենք էլի մի տեղ դպրոց ունեինք, որ էլի հազիվ տեղավորվել էինք, եւ մենք նաեւ քաղաքապետարանի գործընկերների հետ կհամագործակցենք, որպեսզի մոտակա բակերը նման դպրոցների լինեն առաջնահերթություն, որպեսզի նաեւ ամառային սեզոնի ֆիզկուլտուրայի դասերին եւ ընդհանրապես դպրոցի համար նաեւ մոտակա բակերը օգտագործվեն։ Ըստ վարչապետի, որակի փոփոխությունը շատ էական եւ կարեւոր սկզբունքային հարց է։ Խոսելով կամավոր ատեստավորման մասին, Փաշինյանը տեղեկացնում է, դպրոցի ուսուցիչների մեծ մասը անցել է ատեստավորում։ Հասկանում եմ, որ դա հեշտ չի։ Ես հասկանում եմ, որ դա որոշակի խնդիրներ է հոգեբանական, հարմարավետության եւ այլն, բայց սա ճանապարհ է, որով մենք պետք է անցնենք։ Ես նաև այս անհարմարավետությունը նկատի ունենալով, ես ինքս էլ այսօր մենք կառավարությունում իմիջիայլոց այդ չափորոշի չդրել ենք, կատարողականի գնահատման համակարգում մենք հատուկ կարգ ենք սահմանել, որ պետական պաշտոնյաները վարչապետից սկսած մինչև բոլոր մակարդակի պաշտոնյաները պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա։ Յուրաքանչյուրը նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի եւ դա պետք է դառնա կենսակերպ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար, քանի որ դա է պետության զարգացման գրավականը, նշում է վարչապետը։ Իմիջիայլոց այս միջավայրը մենք այսպիսին պատկերացնում ենք հենց դրա համար, որովհետեւ միջավայրը շատ էական է, ինչի է ինքը մեզ տրամադրում, որովհետեւ խարխուլ միջավայրում երբեմն էլի ձևի եւ բովանդակության խզում կա։ Եվ այս ձևը պետք է լցվի այս բովանդակությամբ եւ դա շատ կարեւոր է։ Ամփոփելով խոսքը Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկի ջրամարգային կտրոն թողարկող եւ կտրոնը պահանջող բոլոր մարդկանցից։ Մենք պետք է հասկանանք ինչպես է այս ամեն ինչը ստեղծվում։ Այս ամեն ինչը ստեղծվում է աշխատանքի,
ձևավորված հարկերի պետական եկամուտների հավաքագրման եւ պետական եկամուտների հասցեագրման միջոցով եւ ճանապարհով Երկրի ղեկավարի խոսքով այս տարվա վերջին ամփոփվելու է առաջին 300 դպրոցի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգումը եւ կսկսվի երկրորդ 300 դպրոցի 100 կոմբինացված խաղահրապարակների եւ լողավազանների կառուցման գործընթացը։ 100 արվեստի կոտորակ երաժշտության եւ կերպարվեստ Ես մտածում եմ, որ ընդհանրապես այդ ուղղություններով մի ուղղություն կա, որը մենք սովորաբար այս մակարդակում մոռանում ենք, գրականությունը, որը նույնպես ինքը ուղղակի, այսինքն գրականությունը որպես արվեստի ուղղություն, որպես ստեղծագործական հարթակ, դրա մասին նախկինում էլ խոսել ենք, հիմա մենք պետք է մտածենք նաև դրա մասին, որպեսզի արվեստի բոլոր ուղղությունները մեր կրթության համակարգում ներգրավված լինեն։ Եվ իհարկե սպորտ դպրոցների շատ կարևոր նախագիծ ենք մենք իրականացնելու։ Երեխաների հետ կապված նախագծերը առաջիկա 5 տարում ունենալու են էականորեն ավելի մեծ տեսակարար կշիռ մեր ծրագրերում, ամփոփում է վարչապետը։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։